Ահի գալիս։ Դու պիտի վառեիր իմ նկարի առաջ մոլես։ Բախում գտատ։ Հիմա կբերեմ։ Պապ, ես ու տատին շուշուտ այն քո նկարի թեմը մոմ էր վառում։ Ես սպասեցի քեզ, ես դու չեկար։ Որ ճիշտն ասեմ, պապ, հոգուս խորքում քեզ սպասում եմ։ Քեզ շատ եմ սիրում, պապ։ Ամեն անգամ, որ ես դու գնում ենք պապայի մոտ, դու միշտ թխունք ես վառում, ու միշտ ես հոտն ակալի։ Ճիշտ է բալիս։ Բա հիմա ինչ ես վառե տատ։ Խունկը մենակ գերեզմանների համար չի բալիս։ Տանն են վառում։ Եկեղեցիներում են վառում։ Բայց ինչի։ Խունկը չար է տանում։ Էդ ոնց։ Այդպես, չար է տանում։ Մենք մեր տանը միշտ խունկ ենք վառել, խունկ ենք ծխել, մամաս էլ էր խունկ ծխում, տատիկս էլ, այդպես է, խունկ ծխելը կարգ է։ Էդ ոնց, չհասկացա ես։ Ինչ է ոնց Աննա ջան, այնքան հարցեր ես տալիս, մարդ չի իմանում ինչ պատասխանի։ Ասեմ ոնց է ծխում։ Այ Աննա, Աննա։ Մտեք։ Խանգարեցի։ Չէ։ Մենակ ես։ Հա։ Մարյանան գնաց մի քիչ քայլի, մաման էլ ձեր տանն է։ Իսկ դու լացում ես։ Տատիկիս է հիշել։ Այնքան անսովոր է քեզ այստեղ տեսնել։ Արի նստենք, հա։ Ես էլ մտածում եմ, որ էլ չես գա։ Ինձ հետաքրքիր է, բոլորը նույն բանն են ասում։ Ան, երբ որ քաղաքում քեզ տեսա, դու… Պետք չի։ Դու վատ բաներ ես մտածում իմ մասին։ Ես ոչ մի բանով չեմ փոխվել, ես առաջվա Աննան եմ, Մհեր։ Ես շատ կուզենայի, որ տենց լիներ, բայց դու լավ գիտես, որ այդ տենց չաննա։ Ինչի եք բոլորդ ինձ մեղադրում։ Ես ուղղակի նպատակներ ունեմ։
Աննա, քեզ ոչ մեկ չի մեղադրում, ինչի ես նեղանում։ Խոսում ենք ուղակի։ Ես քո համար օտար մարդ չեմ, չէ՞։ Ամեն ինչի մասին խոսում ենք, ամեն ինչի մասին քննարկում։ Իսկ հիմա չգիտեմ ինչի պաշտպանվում ես։ Ես չեմ պաշտպանվում։ Աննա, հենց հետդ խոսում եմ, ոզնուպես կծկվում ես։ Եթե ուզում ես, այսինքն ոչ մի բան չեմ ասի, է։ Լսի, մամատ ասեց, որ եթե դու ուզենաս, ինքը հաճույքով կմնա գյուղում։ Ու ես էլ մտածեցի… Դու էլ եկար տեսնես ինչի ես չեմ մնում գյուղում, չէ։ Պատճառը իմանաս։ Սխալ եմ ասում, Մհեր։ Ես արդեն հոգնել եմ բոլորին նույն բանը բացատրելուց։ Աշխատում ես համակարգիչով։ Հա, դե այսինքն սովորում եմ։ Լավ, ես գնամ, եթե պետք լինեմ… Լավ։ Մհեր, չմտածես, որ ես չեմ սիրում իմ գյուղը։ Ես շատ եմ սիրում, շատ կապված եմ գյուղի հետ։ Այս հողի, այս տան, բոլորի։ Բայց ուղղակի ես չեմ կարողանում արտահայտվել։ Բայց դա չի նշանակում, որ ես չեմ սիրում գյուղը։ Գերեզմաններ գնացել ես։ Չէ դեռ։ Կներես տան վիճակի համար հիվանդ վարկած է ուղղակի։ Ոչինչ։ Արի նստի։ Ուղղակի մի քանի օր գնում գալիս եմ։ Դուռը չես բացում։ Ուզում եմ տեսնել ոնց եք, ինչի կարիք ունեք։ Մարիաննան գյուղ է գնացել, չէ։ Դու որտեղից գիտես։ Դե գնալուց առաջ տեսել եմ իրեն։ Հայ Միչայլոց շատ հետաքրքիր է, հեռախոսն ինչի անջատած։ Մի քիչ փող եմ բերել։ Պետք չի։ Ոնց պետք չի։ Բա ինչ եք ծախսելու։ Մարիաննան ստեղ չի, ինձ էլ ոչ մի բան պետք չի։ Եթե ինչ-որ բանի կարիք ունենաք, անմիջապես ինձ ասեք։ Մարիշ ջան, ինչքան հնարավոր էր ուժեղ հարվածեցիր։ Սրանից ուժեղել չէիր կարող։ Ես պետք է մի բան անեմ, չեմ կարող թողնել, որ դու լրիվ կործանվես։ Հիմա այնքան զայրացած ես ու նեղացած, որ
Ես քեզ պետք եմ, ես քո մայրն եմ։ Գժվել ես։ Այսինքն Ուր ես մեռը զանգելու։ գնա, հա։ Ես ի՞նչ ա վիճակը։ Ասում եմ գնա։ Հեչ հավեսը չունեմ։ Ընդհանրապես ոչ մեկի հավեսը չունեմ, գնա։ Ոնց։ Ես դրից դուրս ես հանում։ Հա։ Հետդ չեմ ուզում ոչ մի գործ ունենամ, բարձա։ Սուսանիկ տոտա, ես ի՞նչ ա եղել քեզ։ Ասում եմ գնա։ Սպասի։ Բայց վաղտ ասում էիր։ Կապ չունի ինչ էի ասում։ Հիմա ասում եմ գնա։ Բարձա, չեմ ուզում տեսնեմ քեզ։ Հասկացա։ Դու ասա երբ հիստերիատ կանցնի։ Չի անցնելու հիստերիաս։ Գնա։ Եթե հենց հիմա չգնաս, ես կզանգեմ ոստիկանություն։ Բարձա։ Դու շարժ ես այ գնիկ։ Դու չէիր խնդրում որ գամ։ Կարգին խոսա։ Խմել էիր, կորցրել էր քեզ, ասում էիր մենակ եմ արի, եկել եմ։ Թե նենց քեզ թվում է սիրահարվել եմ, պետք է խնդրեմ որ հետս մնաս։ Քեզ թվում է պարավ յարի կարոտեմ, հա։ Չէ, այդ իմը չի, այդ իմ ստիլը չի։ Ես ինչ եմ անում։ Ես ինչ եմ անում ընտանիքիս հետ։ Կյանքիս հետ ինչ եմ անում։ Հիմա ինչ եմ ստեղ նստել։ Ես մայր եմ, ես իրավունք չունեմ։ Ինչ եմ ստեղ նստել։ Ինչ եմ անում։ Կարելի է։ Ներսարի։ Ինչ երել։ Ինչ է բան կար։ Նստեմ, հա։ Նստիր։ Անի զգում որ առավոտնից անհանգիստ ես, բայց ոչինչ չես ասում։ Ինչ է եղել։ Արդեն չգիտեմ ինչ անեմ, հոգնել եմ։ Անգամ չեմ ուզում իմ պրոբլեմներով քեզ անհանգստացնեմ, բայց իրոք հենց Պարզ ասա տեսնեմ ինչ է եղել։ էլի մայրս բնականաբար։ Այդպես էլ զգում էի։ Ես իրենց քեզ ասել եմ որ կօգնեմ քեզ, այնպես որ անհանգստանալու կարիք չկա։ Այնտեղ խնդրում եմ մի տխրիր, հա։ Ամեն ինչ կհարթվի։ Հաղորդես ես ինձ իսկ այնքան վատ եմ զգում, որ ինքը իմ մայրն է, էլի։ Ու ասենք, որ ես քեզ պետք է խնդրեմ, որ դու ինձ իմ մորից պաշտպանես։ Ուրիշ ճար չկա։ Չգիտեմ։ Հասկանում ես ես ինձ ոնց եմ զգում։ Հասկանում։ Եթե ամեն ինչ եկել ասել է այդտեղ, ուրեմն կանենք այնպես, որ քեզ չանհանգստացնի։ Շնորհակալ եմ։ Այս անգամ ինչ էր ուզում։ Ինչ պետք է։